Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բանկոչյան, ես գրավոր առաջարկ չեմ արել, բայց քննարկման ժամանակ բանավոր առաջարկ արեցի, հիմա փորձեմ մի քիչ ավելի ուռճացված անցած անգամվա իմ հարցը տամ եւ հետաքրիր արդյոք կառավարության գործընկերների հետ քննարկել են։ Ես առաջարկեցի, որ այդ տուգանքը կիրառվի, երբ որ այդ խլացուցիչները եւ ինչպես էր կոչվում, ուժեղացված բարձրացուցիչները օգտագործվում են, ասում եմ, մի քիչ ուռճացված օրինակ բերեմ, աշխարհի բոլոր կանայք խոհանոցում ունեն շատ մեծ չափի դանակներ, որը մարդու կյանքի եւ առողջության ուղիղ սպառնալիք է, բայց մենք օրենք չենք ընդունում, որ անցնել խոհանոցով եւ խլել կանանցից եւ խոհանոցում աշխատող տղամարդկանցից բոլոր դանակները։ Մարդը ես օրինակը բերեցի, ասեցի ունի, երբեք չի միացնում։ Դուրս է գալի, քաղաքից դուրս, գնում է ինչ-որ մի տեղ, որտեղ ժամանակ են անցկացնում, օգտագործում է դա։ Քաղաքում երբեք չի միացնում մարդը։ Ինչ իրավունքով ենք մարդու սեփականությունը առգրավում։ Ինձ հետաքրքիր է դա քննարկելի է, արդյոք դա օրինաչափ է, եթե մարդը երբեք դա չի կիրառում հանգիստ երաժշտություն է լսում, ինչ ենք առգրավում իր սեփականությունը։ Շնորհակալ եմ։ Քննարկել ենք դա, թե չէ։ Չէ, ես ասեմ, շատ լեգիտիմ հարց է, փոխնախարարը Տիկին Պողոսյանի կողքն է, արտադատության, բայց դուք պետք է պատասխանեք, օրենքի հեղինակը դուք եք, խնդրեմ։ Տիկին Պողոսյան, իհարկե հարցը լեգիտիմ հարց է, ճիշտ հարց է։ Դանակի մասով առավել ևս։ Տեսեք, երբ որ մեր տվյալ օրենքի հետ կապված քննարկումների ժամանակ օպոնենտները ինչ էին նշում, որ արդյոք մենք 100%-ով կարող ենք տեղորոշել, թե որ մեքենայի վրա է դրված եւ այլն։ Հիմա ես ասում եմ, երբ որ մենք գողություն կատարելու համար օրենք ենք ընդունում, մենք չենք անկալում, որ բոլոր գողերին կբռնենք, բայց ում որ կբռնենք կդատենք, չէ՞, ասենք։ Նույնը այս օրենքի տրամաբանությունն այն է, որ իհարկե եթե մարդը չի օգտագործում գեղագիտական նպատակով կամ ձեր ասած պիկնիկների ժամանակ որևէ մեկին չխանգարելու դեպքում ինքը կարող է դա օգտագործել, դա հանրային առողջությանը վնաս չի։ Մեր խնդիրն է, որ հանրային առողջություն եւ հանրային բարեկեցություն, հանրային հարաբերություններում կարգավորումներ մտցնենք։ Մարդը կարող է դա դրել է իր մեքենայի մեջ, տեղափոխում է տուն։ Դու չես կարող ասել ինչ ես քո մեքենայի մեջ ինչի կա այս ուժեղացուցիչը։ Երբ որ դա կկիրառվի, այդ ժամանակ կպատժվի, եթե հանրային վայրերում մենք բավական բոլորս էլ հաճախ ենք աղմուկ լսում, անհասկանալի ստրեսներ ենք բոլորս այդտեղ, որտեղ շատ բարձր ձայն մի անգամից շուն ես գալի, մեկ էլ հասկանում ես, որ ինչ-որ մեկը տենց առիթ ունի կամ այդ ուժեղացուցիչը ոչ թե 100 դեցիբել, 1000 դեցիբելով քաղաքում շարժվում են եւ մեր հանրային առողջությունը աղտոտում են, որ ձևակերպեն գիտականորեն։ Հետևաբար ձեր ասածը իհարկե տեղ ունի, բայց դա իսկապես օրենքային կարգավորումից դուրս է, որովհետեւ որևէ մեկին չի խանգարում եւ այդ ունենալը չի նշանակում օգտագործել։ Դուք օրինակը ճիշտ բերեցիք։ Բազմաթիվ մարդիկ զենք ունեն, որսորդական զենքեր ունեն, բայց եթե դա օգտագործես վատ նպատակով, պատիժ կկրես, եթե դա օգտագործես չարաշահես նպատակը։ Հետևաբար դա չի նշանակում, որ եթե դուք ցանկանում եք, որ դա լրացուցիչ նշվի, կարող եք քննարկել, շնորհակալություն։ Սիրելի պարոն Բագրատյան, նույն բանի մասին ենք մենք խոսում։ Ասում եք մարդը հանցագործություն է անում, գնում են բռնում են, պատժում են, բայց եթե մենք օրենքում գրում ենք, օրինակ, կանգնացրել է բարեկային ոստիկանությունը եւ նկատել է, որ կա, եւ օրենքը, որով բերել եք, մեջը գրված է, տեսավ կա, առգրավում է, բալահանում, տուգանք այլնում։ Մարդը չի տենց չէր գրված օգտագործել, տեղադրելը կա օրենքում, տեղադրածա պետքա արվի, օգտագործեց պատժվի, չի օգտագործել մարդու սեփականության հետ գործ չունենք։ Եվ կա եւ տեղադրել եւ օգտագործել։ Կարծում եմ տեղադրելը պետքա հանել, բայց ես կուզեմ որ փոխնախարարը Այ, այստեղ տեղադրել եւ Պարոն Մկրտչյան, կարծում եմ միա ձեր կարծիքն էլ արժի լսել։ Շնորհակալություն։ Տեսեք, իրականում բարձր երաժշտություն կարելի է ստանալ նաև առանց տեղադրելու կամ սա այլ կարգավորումներով կարծես թե կարգավորված է լրության կանոնները խախտելու։ Այդտեղ խոսքը գնում է ստանդարտին չհամապատասխանող նման սարքավորումներ տեղադրելը, որը ըստ էության դիտարկվում է նաև ճանապարհային երթևեկության, անվտանգությանը որոշակի առումով ռիսկեր առաջացնող ոլորտի համար երևույթ։ Այսինքն սրանք, եթե ստանդարտին չեն համապատասխանում, սրանք շատ անորակ եւ բնականաբար շատ բարձր, այսինքն
սահմանվածից բարձր աղմուկ հանող առարկաներ են եւ սրանց մասն է խոսքը գնում։ Եթե դրանք ստանդարտին համապատասխանում են ըստ էության որակյալ նորմալ ապրանքի մասն է խոսքը գնում, դա կարա տեղադրվի։ Իսկ այս բարգան խոսքը գնում է այդպիսի տեղադրել, այսինքն տրանսպորտային միջոցը ստանդարտին չհամապատասխանող առարկայով վերասարքավորելը կամ այդպիսի առարկան արդեն տրանսպորտային միջոցի մեջ տեղադրված վիճակում դա օգտագործելը, որը առաջացնում է վարչական իրավախախտում։ Սրա մասն է խոսքը գնում եւ մենք կարծես թե բոլորս ընդհանուր առմամբ գիտենք ինչի մասն է, էլի խոսքը գնում։ Այն նորմալ տրանսպորտային միջոցում ստանդարտացված իր բարձրախոսային եւ մնացած համակարգերի մասին խոսքը այս բaragam չի։ Շատ լավ, ոնց որ թե Եթե հարցի կարողացա նաեւ իմ տեսանկյունը բացատրել։ Այստեղ խնդիրը համոզելու մեջ չի Տիկին Պողոսյան, դուք հիմա ասում եք կարող է իրավիճակ լինի, որ ոստիկանը չկողմնորոշվի, օգտագործվածա թե չէ։ Այս խնդիրն է, պարոն Դադունց, եթե այս հարցով դուք մեզ կօգնեք, ես ես հիմա թույլ տամ մեկնաբանեք այս պահ։ Տեսեք, օրինակ խոսքը գնում է ստանդարտին չհամապատասխանող լուսարձակներ նաև տեղադրելու մասին։ Չէ, նախագիծը նաև դրան է վերաբերում, միայն բարձրախոսների մասին չի կարող խոսք գնալ։ Հիմա կամ խլացուցիչ, հա, հիմա եթե ինքը տեղադրել է, բնականաբար ինչ որ պահի օգտագործելու է, այսինքն մենք չենք կարող սպասել, հա, նախագծի նաև նպատակը դա եղել, չենք կարող սպասել տեսնել երբ է օգտագործելու, թե ոչ։ Եթե տեղադրել է, ինչ-որ մի պահ օգտագործելու։ Շնորհակալություն, դա էլ շատ կարևոր էր։